առողջությունից առաջ յոգայով զբաղվողները նախ սառը ջրով լողանում ենք մենք մտակենտրոնացման համար։ Այդ մասին խոսեցինք, բայց դա շատ կարևոր է, որովհետև երբ վարժությունները մտակենտրոնացումը, վարժությունների ժամանակ մտակենտրոնացումը էլ ավելի է տեղի ունենում, ստացվում, որովհետև ստիպողական չես կարող անել։ Դա առած գործի արդյունք է։ Սառը ջուրը նպաստում է։ Շատ բարի լույսներ, հարգելիներս։ Այդպես, ուրեմն այստեղ ինչ է տեղի ունենում, երբ որ մենք սառը ջրով լողանում ենք, որպեսզի հետո յոգայի վարժությունները անենք, մեդիտացիան, շնչառականը, մնացած ուժայինները եւ այլն, բայց առավել եւս ասանաների եւ մեդիտացիայի համար եւ մարմնի մաքրվելն է կարեւոր եւ միտքը խաղաղեցնել ու հանդարտեցնելն է կարևոր։ Իսկ դրան նպաստում է հասկանալի լեզվով ասած կրիոթերապիան, սառը տաք այդ համադրությունից միտքը խաղաղվում է։ Այդ դրա համար են Հիմալայներում դարերով, հազարամյակներով յոգիները լողանում սառը ջրով։ Հիմա չգիտեմ, այդ արհեստական են սարքում թե ոնց, որ յոգիները շատ ցուրտ, Հիմալայներում դժվար վարժություններ, դա իրականություն է, այդ մասին ինձ ասել են իմ իմաստունացուցիչները դեռ 97-2000 թվերին։ Այնպես որ մարդու մարմնի հնարավորությունները, զգայարանների մտքի շատ մեծ է։ Բարձրացեք հայոց լեռները եւ զբաղվեք սպորտով, յոգայով, ձեր ցանկությամբ։